Բարի առավոտ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիր Weekend-ը սկսում է իր աշխատանքը, մենք ունենք բարձր տրամադրություն, սիրով ողջունում ենք ձեզ եւ առաջարկում ենք, որ միանաք մեզ։ Այո, բարի լույս բոլորին, մենք արդեն եթերում ենք եւ կարծում հենց այս հանգստյան օրը հենց այն օրն է, որ պետք է սկսել էլի ժպիտով ու լավ տրամադրությամբ։ Միանշանակ օրվա սկիզբը հայտարարում ենք մենք, բայց երեկոն պետք է նույնպես ավարտել։ Ինչը առաջարկում է նաեւ մի հետաքրքիր ընկերակցություն, որի անունն է Զանգու, որը ներկայացնում է Վեդիալկո ընկերությունը։ Զանգուն գինի է, որն առանձնանում է իր նույն բնավորությամբ, հավասարակշռված համով եւ բազմակողմանիությամբ, հատկապես իդեալական համադրվելով Գառան մսի հետ։ Իդեպ պիտի նշեմ, որ Զանգում նրանց համար, ովքեր գնահատում են հստակությունը եւ որակը 1956 թվականին հիմնադրված Վեդիալկոն կրում է հայկական գինեգործության դարավոր ավանդույթները։ Իդեպ գինին հաճելի համադրվում է նաև առավոտվա հետ, այնպես որ ես առաջարկում եմ, որպեսզի վերցնեք Զանգու մեկ բաժակ եւ իհարկե միասին հենց հիմա վայելենք լավ երաժշտություն։ Բարձր տրամադրությամբ շարունակում ենք մեր եթերը եւ սիրով ուզում ենք տեղեկացնել, որ առհասարակ մեզ մոտ իրադարձությունների պակաս չկա եւ առաջիկայում էլ չի լինի, որովհետեւ հուլիսի 12-ից 19 մեր մայրաքաղաքում տեղի կունենա Ոսկե ծիրան 23-րդ միջազգային կինոփառատոնը, միջազգային կինոտունը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաեւ ֆիլմեր ամենահեղինակավոր Կաննի, Բեռլինի եւ այլ կինոփառատոններից։ Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին։ Եվս մեկ շատ կարևոր մշակութային իրադարձություն տեղի կունենա հենց Գյումրիում։ Աճեմյանի անվան թատրոնում կկայանա հայտնի դաշնակահար Տիգրան Համասյանի Մանիֆեստ համաշխարհային շրջագայության հայաստանյան համերգները, որի ընթացքում կկայանա նաև համանուն ալբոմի շնորհանդեսը։ Դե կարծում հիանալի առիթ է, որպեսզի գնալ վայելել երեկոն մշակութային տրամադրության մեջ եւ ամենակարևոր հարցը՝ չմոռանաք ճիշտ հագնվել։ Այո, եւ քանի որ մայիսի 12-ից 23-ն էլ ֆրանսիական Կանն քաղաքում տեղի կունենա Կաննի 79-րդ կինոփառատոնը, ես ենթադրում եմ, որ այնտեղ շքեղ տեսքով կներկայանան հայտնի դեմքեր կինոաշխարհից եւ Կարմիր գորգի արարողությանը կարծում եմ հետեւել անպայման պետք է։ Անպայման պետք է, իսկ եթե դուք եք հրավիրված Կանն ու Կարմիր գորգով պիտի անցնեք Դեմի Մուրի ընկերակցությամբ, ապա իմացեք, թե ինչ պետք է հագնեք, ինչ պետք է կրեք։ Այս եւ շատ հարցերի պատասխաններ մենք պարբերաբար տալիս ենք մեր եթերի ընթացքում։ Այո, եւ հիմա էլ բացառություն չէ, որովհետեւ ձեր ուշադրությանն ենք առաջարկում մեր նորաձևության էջը։ Ողջույն, ես Մանանան եմ, Daphne բրենդի հիմնադիրը եւ ձեզ հետ շարունակում ենք խոսել նորաձևության տենդենսներից։ Նորաձևությունում կա մի հետաքրքիր ֆենոմեն, դա լոկալ մշակույթների գլոբալացումն է եւ սա շարունակում է ակտուալ մնալ։ Հատկապես սա հետաքրքրական է տնտեսական զարգացումների շրջանակներում։ Մենք տեսնում ենք, որ բրենդները ստիպված են նաեւ խաղալ շուկայի կանոններով եւ հիմնականում արտադրել իրեր, որոնք լավ են վաճառվում որոշակի տարածաշրջաններում եւ այս նպատակով եւ պրեմիում սեգմենտի եւ լյուքս սեգմենտի եւ մաս մարքետի բրենդները շատ հաճախ ակցենտ են կատարում հենց լոկալ մշակութային դետալների համար եւ շատ հաճախ բրենդները անդրադարձ են կատարում հենց լոկալ մշակութային դետալների։ Վերջին տարիներին օրինակ ունենք հենց չինական մշակույթի ակտիվացումը եւ պոդիումում եւ մաս մարքետում մենք տեսնում ենք եւ այս տարի է շատ հետաքրքիր զարգացումներ ունենք։ Օրինակ այդ չինական թանկ ժակետի կոճկող դետալը օգտագործվեց Adidas-ի կողմից, հենց իրենց Չինաստանի համար արտադրվող հավաքածուում եւ այս հավաքածուի հետևից շատերը գնացին Չինաստան, քանի որ այն վաճառվում էր հենց միայն Չինաստանում, բայց հետագայում այս դետալը մենք սկսեցինք տեսնել մաս մարքետում բավականին լայն օգտագործմամբ եւ պիջակների համար եւ վերնաշապիկների վրա, որը հենց բուն չինական ավանդական հագուստի մաս է։ Նկատելի է նաեւ հնդկական մշակույթի ազդեցությամբ սարյանման բլուզների, զգեստների, ինչպես նաեւ շալերի ակտիվացում նորից եւ պոդիումում եւ մաս մարքետում։ Սա պարբերաբար կրկնվող երևույթ է նորաձևության մեջ, բայց հատկապես այս տարի մենք նկատում ենք արևելյան մշակութային այս տարերի հետաքրքիր զարգացում լյուքսից մինչև մաս մարքետ։ Ուր գնալ, Կանն, թե որևիցե մի հրաշալի վայր, որը գտնվում է մեր աշխարհական դիրքի մեջ։ Բնականաբար, մեր աշխարհական դիրքում լորի կամ որևիցե մի բնության այնպիսի վայր, որտեղ շատ է կանաչը, ծառերը, բնությունը եւ կենդանական աշխարհը։ Այս դեպքում դու ավելի ներդաշնակ ես դառնում բնության հետ։ Այո, եւ հենց հիմա մեր ուր գնալ Հայաստանում էջը կհուշի, թե այս գարունը հատկապես Հայաստանի որ անկյունում վայելենք։
ձիավարությունը ոչ միայն սպորտաձև է, այն արվեստ է, հոգևոր կապ մարդու եւ բնության միջև։ Տարեստարի այն հոբիից վերածվում է ապրելակերպի։ Իսկ Հայաստանում այն պատմական արմատներ ունի ու արագ տեմպերով զարգանում է։ Ու արդեն 3 տարի է ինչ Դիլիջանում, իսկ ավելի կոնկրետ Հաղարծին գյուղում գործում է Դիլիջան Horse Riding-ը։ Հենց այս դրախտավայրում 83 թվականից Դիլիջան Horse Riding-ի սեփականատեր Արծրուն Ոսկանյանը զբաղվում է ձիաբուծությամբ ու ունեն մոտ 80-ից ավել ձիեր։ Կարող եք գալ Հաղարծին գյուղ եւ ձեզ ամենագնացներով կհասցնեն այս հրաշալի վայր, որտեղ էլ կզբաղվեք ձիավարությամբ։ Հիշեկանունը Դիլիջան Horse Riding։ Ամբողջ աշխարհում ձիավարությունը դիտարկվում է ոչ միայն ժամանց, այլ նաև կիրառվում է տարբեր թերապևտիկ նպատակներով, օգնելով երեխաներին եւ մեծահասակներին հաղթահարել տարբեր առողջական դժվարություններ։ Ուր գնալ, դե իհարկե Դիլիջան Horse Riding, բնության եւ մարդու միջև կապը վերահաստատելու համար։ Բարի առավոտ եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիր Weekend-ը շարունակում է իր ընթացքը, մենք ունենք շատ բարձր տրամադրություն եւ հրաշալի հյուր, ում հետ խոսելու ենք երաժշտական ճանապարհի, ստեղծագործական նորությունների, բեմական կյանքի եւ այն պատմությունների մասին, որոնք սովորաբար մնում են երգերի ետևում։ Եվ այսօր մեր տաղավարում երկու սաֆարյան կա։ Սոնանդե միշտ ամեն առավոտ միասին ենք մենք իհարկե ներկայացնում հյուրերին։ Այսօր նաև մեզ հետ է Աստղիկ Սաֆարյանը։ Բարի առավոտ Աստղիկ։ Բարի լույս։ Ոնց ենք։ Հրաշալի։ Տրամադրությունը։ Շատ լավ, շատ լավ։ Նման գեղեցիկ ներկայացնելուց հետո ինչպես կարող է վատ լինել։ Ինչ լավ է։ Շաբաթ կիրակիները ոնց են անցնում Աստղիկ։ Նայած շաբաթ կիրակին, որովհետև շատերի համար շաբաթ կիրակին հանգստյան օր է, բայց արտիստների համար սովորաբար դա հենց աշխատանքային օրեր են լինում։ Բուն աշխատանքային։ Ահա, դրա համար, բայց երբեմն լինում են օրեր, որ կարողանում եմ ինձ թույլ տալ այդ հանգիստը, երբեմն ուղղակի անցկացնում եմ տանը, դա ամենալավ հանգիստն է, երբեմն պարզապես կազմակերպում եմ ինձ համար, չգիտեմ, քաղաքից դուրս կամ ինչ-որ նմանատիպ մի բան, հա։ Իսկ առավոտները առասարակ շուտ են սկսվում։ Դուք առավոտյան մարդ եք, թե գիշերվա։ Ես ավելի գիշերվա մարդ եմ, ավելի ստեղծագործելուց էլ միշտ գիշերն եմ ստեղծագործում։ Առավոտյան, եթե ունեմ պլանավորած աշխատանքներ, եթե ուղիղ եթերներ կան, պարտադիր պետք է արթնանամ եւ պարտաճանաչեմ, հա։ Բայց եթե չունեմ, ապա եւս տալիս եմ այդ հանգիստը ինձ, որովհետեւ ինձ համար լավ արթնանալը դա ոնց որ օրվա հենց մեծ գրավականն է։ Աստղիկ տանը, որ լինում ես երկար ժամանակով, հատկապես որ հատվածում ես լինում, հանգստի զոնայում, թե խոհանոցում ստեղծագործելուց։ Ստեղծագործելուց խոհարարական ստեղծագործությունների մասին խոսք։ Դա այս վերջերս մի քիչ են դարձել, որովհետև ժամանակը չի ներում, բայց դա եւս մուսայով է, կարող եմ ասել, որովհետև երբ որ մուսան գալիս է, կարող եմ ինձ տարատեսակ ուղակի բաներ պատրաստեմ, մեկը մյուսից տարբեր եւ առավել կարեւոր է, որ սիրում եմ նաեւ փորձել, այսինքն ինչ որ էքսպերիմենտներ անել, որ հասկանամ սազում են իրար չեն սազում ի ուրախությունից սովորաբար լավ է ստացվում, բայց երբ որ մուսա չեմ ունենում, եթե անգամ ստիպված լինեմ, միգուցե չկարողանամ այդ համապատասխան սերը դնել, հա, միգուցե պատրաստեմ, բայց այդ համապատասխան սերը չեմ դնի, ինչ որ կանեի, օրինակ մուսայով։ Եվ նշեցիք, որ զբաղված եք, հետաքրքիր է ստեղծագործական կյանքում է զբաղվածությունը, թե ճանապարհորդական կյանքում, որովհետև գիտեմ շատ ճանապարհորդել սիրում եք։ Իմ ճանապարհորդությունները ի տարբերություն շատերի գործնական են, այսինքն շատերը ճանապարհորդությունը ասոցացնում են հանգստի հետ, բայց ինձ մոտ դա հիմնականում այսպես գործնական է ստացվում, լինում են առաջարկներ, մեկնում եմ,
իրականացնում եմ աշխատանքներ եւ վերադառնում եմ, բայց քանի որ հիմնականում նաեւ ապրում եմ Իսպանիայում տարվա մեծ մասը, հիմա վերջերս ստացվել է այնպես, որ Երևանում եմ լինում շատ քիչ եւ երբ որ լինում են առաջարկներ, լինում եմ Երևանում։ Ճանապարհորդությունների ընթացքում իհարկե չեմ փորձում այնպես անել, որ աշխատանքը տուժի, անպայման աշխատանքը գլխավոր դերում է լինում, բայց նաեւ չեմ թողնում, որ հանգիստն էլ տուժի, այսինքն երբ որ մեկնում ես եւ փորձում ես տվյալ երկրում ուղակի գոնե մեկ օր, գոնե մեկ օր ունենալ, որպեսզի կարողանամ վայելել քաղաքը, տեսնել քաղաքը, ուսումնասիրել, քանի որ ես շատ եմ սիրում ուսումնասիրել եւ սովորել։ Իսպանիայում ես հաճախ լինում եւ կարելի է թե բնակվում ես այնտեղ նաեւ, մշակույթով շատ հետաքրքիր են։ Իսպանիան իմ ամենաֆավորիտ երկրներից է եւ իրենց մշակույթը շատ հետաքրքիր է ու հնարավոր չի, որ առավել ստեղծագործող մարդու կյանքում ազդեցություն չունենա։ Ինձ վրա շատ հակառակ ազդեցություն է ունեցել, պետք է անկեղծ լինեմ, առաջին տարիներին ինձ մոտ այսպես դիպրեսիա սկսվեց, որովհետև զգացի, որ ստեղծագործական ջիղս կարծես մարում էր եւ դա ինձ սպանում էր։ Ես շատ անգամներ եմ պատմել, առաջին 3 տարին չէի կարողանում ստեղծագործել եւ երբ որ ակադեմիական տարին ավարտվեց, որովհետև սովորում էի այնտեղ, երբ որ ավարտվեց եւ ես վազեցի Երևան արթնացա առավոտյան եւ պարզապես նստեցի դաշնամուրի առաջ եւ 5 րոպեում ծնվեց երգ։ Ես հասկացա այդ հողի ջրի ուժը, որ իսկապես երբ որ մարդը ստեղծագործում է եւ ստեղծագործում է իր երկրում, դա իրեն միգուցե շատ ավելի հեշտ է տրվում։ Դրանից հետո արդեն կարողացա այնտեղ էլ ձեռք բերել արդեն էլեկտրոնային դաշնամուր եւ արդեն սկսեցի այնտեղ էլ ստեղծագործել, որովհետեւ հասկանում էի, որ արդեն չեմ դիմանում առանց ստեղծագործելու։ Ինձ թվում է ստեղծագործող մարդիկ կհասկանան դա ինչ է։ Դրանից հետո արդեն ինձ մոտ եկավ այդ ներդաշնակությունը, այսինքն երբ որ արդեն կար նաև ստեղծագործականը, նաև Իսպանիան իր կոլորիտով, արդեն ամեն ինչ ընկավ իր տեղը։ Բայց պետք է ասեմ, որ շատ գեղեցիկ երգեր էլ այնտեղ ծնվել են, հետո այստեղ ձայնագրվել են, հետո վերածվել են տեսահոլովակների, նաև շատ գեղեցիկ տեսահոլովակներ եմ նկարահանել Իսպանիայում, Մադրիդում, Բարսելոնայում, նաև հետո արդեն Փարիզում, մի խոսքով փորձում եմ նաև Եվրոպան այսպես ներառել։ Հա, քանի որ դա իմ կյանքի մի մասն է, ինձ թվում է երբեմն մեր երգերն էլ ինքնակենսագրական են, մեզանից բխող երգերը, հատկապես եթե հեղինակ կատարող ես, դրա համար կարծում եմ, որ բավականին նորմալ է, որ այն կյանքով, ինչ կյանքով որ դու ապրում ես, դա երևում է քո ստեղծագործականի մեջ նաև։ Իսկ որ քաղաքում եք բնակվում Իսպանիայում։ Բարսելոնա։ Վաու։ Այդ մի քիչ Իսպանիայից առանձին աշխարհ է, բայց հետաքրքիր է լեզվի առումով։ Լեզվի խնդիր ամբողջությամբ հաղթահարել եք, գրում եք երգեր իսպաներենով, թե միայն հայերենով։ Գրում եմ երգեր հայերեն եւ անգլերեն, բայց վերջերս սկսել եմ նաև իսպաներեն գրել, վերջին ձայնասկավառակի մեջ էլ կան երգեր, որ ունի իսպանական հատված։ Իսկ ինչ թեմայով է այդ երգը։ Սիրո։ Մենք բոլորս երգում ենք սիրո մասին։ Իրականում պետք է անկեղծ լինեմ, իսպաներենը իմ հոգու լեզուն չէ։ Ճիշտ է, ես սովորել եմ, խոսում եմ, տիրապետում եմ, բայց իմ հոգու լեզուն չէ։ Անգլերենն ավելի ինձ հոգեհարազատ է, բայց այնուամենայնիվ որպես երրորդ լեզու, չորրորդ լեզու կարծում եմ, որ լավ է, որ կա եւ կարողանում եմ տիրապետել եւ այնտեղ ապրելուց անհնար է պարզապես, որովհետեւ իրենք անգլերեն։ Այո, հենց դա եմ ուզում ասել։ Իսպանացիները եւ իտալացիները բացարձակ չեն խոսում։ Այսինքն իրենք իրենց լեզուն են պարտադրում եւ իրենց լեզվով են խոսում։ Հա, ես դա վաղուց էի նկատել, երբ որ դեռ մանկուց ճամփորդում էի ու ֆրանսիացիների շրջանում էի նկատել, որ նրանք հասկանում են անգլերեն, բայց պատասխանում են ֆրանսերեն, երևի դա ինչ-որ ազգային, ինչ-որ, չգիտեմ, այսպես դրսևորում էր, հա, կարելի էր ասել, որը ես ի սկզբանե շատ գնահատել էի իրենց մեջ, որպես ազգ, հա, եւ հիմա էլ ես փորձում եմ այդպեսին լինել։ Անկամ երբ որ մոտենում են ինձ մատուցողներ ռուսերեն լեզվով, ես ասում եմ, լավ կլինի, որ դուք խոսեք հայերեն, քանի որ դուք ապրում եք եւ աշխատում եք Հայաստանում։ Եթե հաշվի առնենք, որ միջազգային լեզու երկրորդ լեզու իսպաներենն է,
Այս դեպքում մի քիչ ավելի հասկանում ենք իրենց, ինչու են իրենց լեզուն պարտադրում։ Հա, բայց նաև շատ համընդհանուր կրթվածության մակարդակը շատ բարձր չէ այնտեղ։ Դրա համար ավելի շատ, այսինքն երբ որ կան, չգիտեմ, բանկի աշխատողներ, բժշկություն եւ այլն, բնականաբար այդ խավը խոսում է, տիրապետում է անգլերենի, բայց առհասարակ երիտասարդությունը, որ արդեն անտեսում են ուսումը եւ այլն, նրանց մոտ արդեն նկատվում է այդ պակասը։ Ինչն է ամենաշատը կարոտում Իսպանիայում եւ ինչն է ամենաշատը կարոտում Հայաստանում։ Ինձ համար արդեն երկուսն էլ դարձել են հավասար հոգեհարազատ, որովհետեւ արդեն 15 տարի է այնտեղ եմ ապրում։ Երևի թե կարոտում եմ, արդեն կարոտել չկա, որովհետեւ չեմ թողնում, որ հասնի կարոտի, հա, այսինքն այնքան հաճախ եմ եւ այստեղ լինում եւ այնտեղ, որ չեմ թողնում հասնի կարոտի, բայց թե բնական է սիրում եմ ծովը, սիրում եմ այդ արևը, միշտ արև է այնտեղ, որը ինձ համար շատ-շատ սիրելի է, ես չեմ սիրում ցուրտ եղանակ։ Ես էլ։ Հա, ինձ թվում է։ Բայց կան մարդիկ, որ սիրում են, չգիտեմ, բայց ինձ համար ես երևի այդ ձմռան ամիսներին, այսպես սպասողական շրջան է ինձ մոտ, երբ է ավարտվելու, որ տաքերը սկսվի, նորից իմ հոգին բացվի, այսպես կարելի ասել, այդ ամառային ու այդ տաք արևային տրամադրությունը այնտեղ շատ եմ սիրում ու երբ որ ցուրտ տեղերում եմ լինում, հաստատ դա կարոտում եմ այնտեղ։ Եվ կատալոնացիների մասին էլ էլի անպայման հարցն է, որովհետև առհասարակ Բարսելոնայում, երբ սովորական օր է, քեզ թվում է 3-րդ համաշխարհայինն է դրսում սկսվել, այնքան աղմկոտ են իրենք եւ այնքան մի մարդ կարող է հեռախոսով խոսել այնքան բարձր եւ այնքան ողջավորված, որ դու ուղակի պատշգամբը բացես հասկանաս փղերն են անցնում այդ բակով, թե ինչ է կատարվում։ Շատ ավելի վատ է, երբ որ խումբ է նստած մարդկանց, շատ ավելի վատ է, որովհետեւ այսպես զուգահեռաբար խոսում են շատ բարձր, գոռալով, այո, եւ ես երբեմն զարմանում եմ ինչպես են իրանք իրար լսում առհասարակ, այսինքն ինչպես այդ զուգահեռին լսում, հա, որովհետեւ այնքան բարձր ու իմ կարծիքով դա մի քիչ էթիկայի այսպես սահմաններում չի տեղավորվում, ինձ համար դա մի քիչ խորհուրդ է, բայց դա իրենց դարձնում է իսպանացի եւ այդ ջերմ կոլորիտային տրամադրությունը հենց իրենց բնութագրում է, բնորոշում է որպես իսպանացի։ Շատ չեմ սիրում այդ սիեստաները, որովհետև իսկապես շատ խաթարող են օրվա հենց կեսից գնում են հանգստանալու բոլորը։ Պարզապես ամեն ինչ փակվում է եւ գնում են հանգստանալու, երբ որ մենք անում էինք մագիստրատուրա այնտեղ եւ փորձում էինք բիզնես քեյսեր այսպես դիտարկել, այնտեղ հարց կար, թե ինչն է խանգարում իսպանական տնտեսությանը, հա, այսինքն ինչն է որ տանում է ավելի վատթարացնում է վիճակը։ Մենք բոլորս եւ այնտեղ չկար իսպանացի կուրսում, չկար իսպանացի, բայց կան աշխարհի բոլոր կետերից ուսանողներ, բոլորս եկանք այն եզրակացության, որ իսկապես հենց այդ սիեստաներն է, որ խաթարում է ամեն ինչ, այսինքն այն աշխատունակ ժամանակը, որ մարդը կարող է իսկապես էներգիա ունի աշխատելու եւ ներդնի, հա, այդ իր էներգիան աշխատանքի մեջ, նա պարզապես փակում է եւ գնում է տուն, անգամ երբ որ ծովափին ես լինում այդ ժամին, մարդ չկա։ Պարզապես գնացել են տուն սնվելու եւ քնելու եւ հանգստանալու։ Հետո նորից ժամը լրանում է, նորից գալիս են։ Շատ հետաքրքիր է։ Դե սովորել են, դա էլ ազգային առանձնահատկություն։ Իհարկե, միգուցե իրենք էլ գան մեր ազգային առանձնահատկությունների վրա զարմանան։ Ասիկ, դու են բացառիկ արտիստներից ես, ով ունի տեսակ եւ միշտ հավատարիմ է մնում այդ տեսակին, հա։ Ինչն է դրա պատճառը, որովհետեւ այսօր շուկան շատ տարբեր է եւ կարելի ասել ամեն րոպե փոխվում է պահանջարկը։ Բայց կարևորը որ երբեք չկորցնես քո դեմքը։ Ինձ համար դա եւս շատ կարևոր է եղել 20 տարի շարունակ իմ գործունեության ամբողջ 20 տարիների ընթացքում ես արդեն իսկ երբ որ արտիստը ինքն է ստեղծագործում իր երգերը ինքն է գրում այդտեղ արդեն իսկ ձևավորվում է ձեռագիր։ Ուզես թե չուզես, դա քեզնից ծնված երգերն են եւ միայն քեզնից ծնվածն են, հա։ Ինչպես որ երեխան է նման ծնողին, այնպես էլ երգերը նման են իր ծնողին, հա։ Բայց ամեն հնարավոր կերպով փորձել եմ պահպանել իմ տեսակը, երաժշտական տեսակը, նաեւ մարդկային տեսակը, որովհետեւ այդ ամբողջ ընթացքում բավականին դժվար է եղել այդ ճանապարհին եւ պահպանել դա
եւ հրաժարվել լիքը գայթակղիչ առաջարկներից, բայց ընտրել հենց այդ, որը քեզ կպահի նույն աստղիկը, քեզ կպահի նույն որակի մեջ։ Խոստովանում եմ, որ տարիների ընթացքում, երբ որ հետ եմ նայում, եթե նմանատիպ առաջարկներից գոնե մի քանիսը կարողանայի ընդունել, շատ ավելի մեծ քայլերով առաջ կգնայի, բայց ես ընտրել եմ թեկուզ փոքր քայլեր, բայց հաստատուն քայլեր եւ ձեռագրով։ Այսինքն, եթե այսօր շատ-շատերը միգուցե չեն սիրում իմ երգերը կամ սիրում են իմ երգերը, ինչը նորմալ է, բայց այն, որ մարդիկ ասում են քո ձայնը տարբեր է եւ մենք կարող ենք ռադիոից անմիջապես տեսնել, հասկանալ, որ դա դու ես, դա ինձ համար ամենից նաև երգերին է վերաբերվում, այսինքն նաև երգերը ունեն ձեռագիր, ոչ միայն ձայնը։ Ինձ համար դա ամենից մեծ գնահատականն է։ Հետաքրքիր է, որովհետև շատերի դեպքում այդ պահանջարկի հետևից գնալուց, ինչ որ բան է փոխվում ստեղծագործական կյանքում, բայց դու բացառիկ, որտեղ մնացիր հենց քեզ հավատարիմ առաջին հերթին։ Այո, ի ուրախություն ինձ, իմ լսարանն էլ ինձ հետ հավասար մնաց ինձ հավատարիմ, ինչի համար շատ շնորհակալ եմ եւ հենց շատ տեղերում երբ որ այսօր ես հենց դա է գնահատվում եւ ես հիշում եմ Հայկոյի առաջին խորհուրդը, որ ինձ տվեց իմ առաջին ձայնասկավառակի ժամանակ, ասեց, որ հենց այսպես էլ շարունակի, դու հետո դիվիդենդները հետո ես ստանալու։ Ես այդ միշտ այսպես իմ մտքում պահվում էր, որ Հայկոն ինձ համար միշտ եղել է եւ կա մեծագույն արտիստ եւ երգահան, եւ երբ նա ինձ այդպես ասեց ու շատ սրտանց ասեց անպայման մնա ոնց կաս, անպայման դու հետո կհասկանաս, որ դա ճիշտ է։ Հիմա հասկանում եմ իր խորհուրդը արդեն 20 տարի հետո, որ պարտադիր չէ լայն եւ մեծ քայլերով առաջ գնալ, պարտադիր է, որ ունենաս քո տեսակը եւ հիշվես քո տեսակով։ Ինչպես ասում էր Էքզուպերին, սովորեցրու ինձ մանր քայլերի արվեստը։ Որպեսզի շատ չկարոտես Իսպանիայում, երբ որ լինես այնտեղ, շատ չկարոտես Հայաստան ու Հայաստանի համը լինի միշտ քեզ հետ, քեզ նվիրում ենք զանգուն, որը ներկայացնում է Վեդի Ալկոն, սպիտակ գինին, որ այնտեղ իսպանական տրամադրության ու սիեստայի ժամանակ միգուցե նաեւ մի քիչ վայելես հենց Հայաստանից մի փոքր։ Ես հենց շատ սիրում եմ սպիտակ գինի, այնպես որ միանշանակ վայելելու եմ։ Շնորհակալ եմ։ Քեզ էլ ենք շնորհակալ, որ այս հանգստյան օրը եւ առավոտը նախընտրեցիր մեզ հետ դիմապես։ Շնորհակալ եմ ձեզ էլ հրավերի համար եւ նման գեղեցիկ կերպով իմ օրը սկսելու համար, որովհետեւ նման լավ եւ դրական էներգիա, ես կարծում եմ, որ շատ բարի գործ եք դուք անում, երբ որ այդ բարի եւ դրական էներգիան փոխանցում եք ոչ միայն ձեր հյուրերին, այլ նաեւ ձեր հեռուստադիտողին։ Շնորհակալ ենք։ Հիմա Կարճատև դադար մեր եթերում, որից հետո վերադառնանք եւ շարունակենք մեր առավոտը։ Շարունակվում է մեր եթերը եւ ժամանակն է, որպեսզի խոսենք առողջության մասին։ Բազմիցս նշել ենք, որ կանխարգելումը բժշկության մեջ շատ կարեւոր է եւ ժամանակակից աշխարհում շատ է կարեւորվում, այնպես որ շատ կարեւոր է, որպեսզի ժամանակին դիմեք մասնագետներին, ստուգվեք, որպեսզի հետո խուսափեք մեծ խնդիրներից։ Իսկ նմանատիպ իհարկե ախտորոշումներ եւ ոչ միայն ավելի լայն մասշտաբով նաեւ ներկայացնում է Վիտամեդ բժշկական կենտրոնը, որտեղ պարբերաբար կարելի է այցելել, եթե որևիցե մի խնդիր եք նկատում։ Այնպես որ ժամանակին արդեն ախտորոշումը կտա ձեզ բոլոր հարցերի լուծումը, իսկ թե ինչ են այնտեղ ձեզ առաջարկելու, կարծում եմ նյութում ամեն ինչ պարզ կդառնա։ Բարև ձեզ, ես սրտաբան Արմեն Շահբազյանն եմ։ Այսօր կխոսենք զարկերակային հիպերտենզիայի մասին։ Զարկերակային հիպերտենզիան համարվում է ամենատարածված քրոնիկ հիվանդություններից մեկը եւ այն հանդիսանում է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հիմնական ռիսկի գործոններից։ Այն երկար ժամանակ կարող է ընթանալ առանց ախտանիշների, բայց միաժամանակ առաջացնել լուրջ բարդություններ։ Հիպերտենզիայի դեպքում զարկերակային ճնշումը մշտապես բարձր է, ինչի հետևանքով վնասվում է անոթի պատի ներքին շերտը, արագանում է աթերոսկլերոզի զարգացումը եւ խանգարվում է արյան նորմալ շրջանառությունը։ Սրտի իշեմիկ հիվանդությունը զարգանում է, երբ սրտամկանը բավարար քանակությամբ թթվածին չի ստանում։ Հիպերտենզիայի ժամանակ
ինչ է կատարվում։ Հիպերտենզիան նպաստում է կորոնար անոթների աթերոսկլերոզի արագացմանը, սրտամկանի հաստացմանը կամ հիպերտրոֆիային եւ սրտի ծանրաբեռնվածության ավելացմանը։ Արդյունքում բարձրանում է ստենոկարդիաների եւ սրտամկանի ինֆարկտների ռիսկը։ Զարկերակային հիպերտենզիան ինսուլտի ամենակարևոր ռիսկի գործոնն է։ Այն կարող է բերել ուղեղի անոթների նեղացման կամ փակման, առաջացնելով իշեմիկ ինսուլտ եւ անոթների պատռման ու արյունահոսության առաջացնելով հեմորագիկ ինսուլտ։ Զարկերակային հիպերտենզիայի զարգացմանը նպաստում են մի շարք գործոններ, ինչպիսիք են աղի եւ ճարպերի ավել օգտագործումը, ավել քաշը եւ ֆիզիկական պասիվությունը, ծխախոտը եւ ալկոհոլը, ստրեսը եւ ժառանգականությունը։ Հիպերտենզիան վերահսկելի հիվանդություն է։ Այն կարելի է վերահսկել կենսակերպի փոփոխությամբ, օրինակ աղի սահմանափակմամբ, առողջ ծննդով, կանոնավոր ֆիզիկական ակտիվությամբ եւ քաշի վերահսկմամբ եւ դեղորայքային բուժմամբ կարելի է վերահսկել ըստ բժշկի նշանակման։ Զարկերակային հիպերտենզիան ոչ միայն թիվ է տոնոմետրի վրա, այլև լուրջ վտանգ սրտի եւ ուղեղի համար։ Ժամանակին հայտնաբերումը եւ ճիշտ վերահսկողությունը կարող են կանխել ինֆարկտներն ու ինսուլտները եւ պահպանել կյանքի որակը։ Առողջության անդրադառնալուց հետո իհարկե շատ կարևոր է խոսել իրավունքների մասին։ Այս թեմայով եւս բազմիցս նշում ենք, որ շատ կարևոր է իմանալ սեփական իրավունքները եւ կարողանալ պաշտպանել։ Բարդ հարցերի պատասխանը տալիս է մեր հաջորդ էջը։ Ողջույն, ես Կրիտերիա ընկերության հիմնադիր փաստաբան Հասմիկ Հակոբյանն եմ։ Այսօր ուզում եմ խոսել պայմանագրերից, պայմանագիր կազմելու կարևորությունից եւ մի քանի օրթում ինչին ուշադրություն դարձնել պայմանագրերի հետ աշխատելիս։ Հայաստանում շատ մարդիկ խուսափում են պայմանագրեր կնքելուց մի քանի պատճառներով, հիմնականում կարծում են, որ դա շատ ֆորմալ, լուրջ բան է եւ սա վանում է մարդկանց, վախեցնում է, բայց իրականում դա այդպես չէ։ Եվ երկրորդ նաեւ կա միտում կարծելու, որ սա անվստահության նշան է, երբ դիմացինին առաջարկում են պայմանագիր կնքել, մինչդեռ եթե դուք պատրաստ եք դիմացինի հետ մտնելու պայմանագրային հարաբերությունների մեջ, դա ինքնին խոսում է վստահության մասին, որովհետև եթե չեք վստահում դիմացինին, առհասարակ չարժի գործարք կնքել նրա հետ։ Պայմանագիր կազմելը իսկապես էական է եւ շատ վտանգներից, ռիսկերից հետո պաշտպանում է։ Ես իմ պրակտիկայից կարող եմ ասել, որ շատ եմ հանդիպում դեպքեր, երբ մարդիկ խնդիր ունենում են այնտեղ, որտեղ ամենակիչն էին սպասում, որ կունենան եւ պայմանագրի բացակայության պատճառով զգալիորեն տուժում են։ Ամենատարածված օրինակը վարձակալության պայմանագիրն է, երբ օրինակ վարձատուն կարճ ժամանակ է տալիս վարձակալին լքելու գույքը եւ վարձակալը խնդրի առաջ է կանգնում կամ վարձակալը վարձավճար չի փոխանցում վարձատուին եւ այս դեպքերում վարձատուն չի ունենում իր իրավունքներն արդյունավետ պաշտպանելու մեխանիզմներ։ Եվ փաստորեն այս դեպքերում վարձակալության պայմանագիր կնքելը իսկապես էական կարող է լինել եւ պաշտպանել։ Ընդ որում պայմանագիր կնքելը ոչ միայն վեճերի դեպքում պաշտպանում է, այլև սա լավ մեխանիզմ է զսպող եւ կանխող, որպեսզի խնդիրներ չառաջանան։ Այսինքն օրինակ եթե վարձակալության պայմանագիրը պատշաճ կնքված լինի, նաեւ շատ ավելի քիչ հավանական կլինի, որ վարձակալը կամ վարձատուն կարող են այդպիսի վարքագիծ դրսևորել, որ դիմացինին վատ դրության մեջ դնի եւ իրավունքները խախտի։ Ինչ վերաբերում է արդեն պայմանագրերին, առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնեք, թե ով է մյուս կողմը։ Օրինակ, եթե իրավաբանական անձի հետ եք պայմանագիր կնքում, իրավաբանական անձի անունից պայմանագրեր ստորագրելու իրավասությունը սովորաբար պատկանում է տնօրենին։ Եթե այլ անձ է հանդես գալիս եւ ստորագրում պայմանագիրը, համոզված եղեք, որ նա ունի իր լիազորությունները հավաստող փաստաթուղթ, որ այդ փաստաթուղթն ուժի մեջ է եւ այլն, որովհետեւ հակառակ դեպքում դա կարող է հանգեցնել պայմանագրի անվավերության։ Նույնը վերաբերում է նաեւ ֆիզիկական անձին, եթե ֆիզիկական անձի անունից պայմանագիրը ստորագրում է այլ անձ, կրկին համոզվեք, որ նա պատշաճ լիազորված է։ Բացի դրանից ուշադիր եղեք պայմանագրի բոլոր կետերին, պետք է պայմանագիրը լրիվ կարդալ, ծանոթանալ, նույնիսկ եթե շատ մանր է գրված, հավատացնում եմ, դա հաճախ արվում է հենց այն նպատակով, որ անտեսեք եւ չկարդաք, բայց եթե դուք ստորագրում եք պայմանագրի ներքևում, համարվում է, որ ծանոթացել եք ամբողջ տեքստը եւ համաձայն եք դրան։ Դրա համար հետագայում խնդիրներից խուսափելու համար անպայման մանրամասն ծանոթացեք
զարգացեք, ինչ եք դուք տալիս, ինչ են ձեզ տալիս, վճարման պայմանները, օրինակ, տոկոսներ, տույժեր, տուգանքներ եւ այլն արդեն կախված կոնկրետ պայմանագրից։ Եվ պայմանագրի ձևն է շատ կարեւոր, օրենքը որոշ դեպքերում պահանջում է հասարակ գրավոր պայմանագիր, այսինքն սա նշանակում է կարող եք նույնիսկ ձեռագիր շարադրել բովանդակությունը եւ ստորագրել, բայց որոշ դեպքերում օրենքը օրինակ պարտադրում է նոտարական վավերացման պայմանագիր, օրինակ անշարժ գույքի հետ կապված գործարքները հենց վարձակալության գործարքը կարող է լինել օրինակ, սա պետք է պարտադիր կնքվի նոտարական կարգով եւ պետական գրանցում ստանա կադաստրի կոմիտեում։ Եթե այս պահանջը չի պահպանվում, օրինակ դուք պարզապես թուղթ եք ստորագրում վարձակալության վերաբերյալ, կարող եք նույնիսկ համարել, որ պայմանագիր կնքված չէ։ Դրա համար պայմանագրի ձևին ուշադիր լինելը եւս կարեւոր է։ Եղեք իրազեկ եւ պաշտպանված։ Չգրված օրենքներից մեկն է հետևել սեփական առողջությանը եւ հետևել սեփական մարմնի հանգստությանը։ Առողջությունը դե բժիշկներն են առաջարկում, իսկ մարմնի հանգստությունն առաջարկում է սպա կենտրոնը, որն այս պահին նաեւ ձեզ կներկայացնի մի հետաքրքիր ծառայություն, որը համոզված եմ միանշանակ ձեզ պետք է։ Էքսպրես դեմքի խնամքը նախատեսված է 30-ից 60 րոպեվա ընթացքում բարելավելու մեր մաշկի որակը, որը նպաստում է մեր այտուցվածության նվազեցմանը, խոնավեցնում է մաշկը, հաղորդում փայլ։ Նրա հիմնական քայլերն են մաշկի մաքրումը, մաշկի շերտազատումը, ակտիվ դիմակը եւ խոնավեցումը։ Էքսպրես խնամքները լինում են մաշկը մաքրող, խոնավեցնող եւ հակատարիքային։ Որպեսզի մաշկը ավելի հանգիստ ընդունի էքսպրես խնամքը, ցանկալի է խուսափել արևայրուքից, չօգտագործել ռետինոլային բաղադրություն ունեցող միջոցներ եւ այդ ժամանակահատվածում չկատարել մեխանիկական եւ քիմիական շերտազատում։ Անհրաժեշտության դեպքում կատարում ենք նաեւ նախապես խորհրդատվություն, որի ընթացքում ընտրվում է մաշկին համապատասխան ճիշտ խնամքի միջոց։ Էքսպրես խնամքը ցուցված է գրեթե բոլորին, անկախ տարիքից եւ մաշկի տեսակից։ Այն իդեալական խնամքի միջոց է, երբ անհրաժեշտ է արագ թարմեցնել մաշկը։ Պետք է հաշվի առնել այն, որ էքսպրես խնամքը նախատեսված չէ ավելի խորքային խնդիրները լուծելու համար։ Այս խնամքի որոշ փուլեր հնարավոր է կրկնել նաև տանը համապատասխան ընտրված նյութերի միջոցով։ Այն ցանկալի է կիրառել ամեն 2 շաբաթը մեկ։ Մեր սպայում էքսպրես խնամքը պարզապես ընթացակարգ չէ, ինչպես առհասարակ ընդունված է իրականացնել։ Մեզ մոտ խնամքը հստակ քայլերով մտածված սպա ծառայություն է։ Այս պրոցեդուրան ապահովում է մաշկի թարմությունը, հոգնածության նվազեցումը եւ էներգիայի վերականգնումը։ Zen-սպայում էքսպրես խնամքները իրականացնում ենք Քրիստինա ֆիրմայի պրոֆեսիոնալ կոսմետիկայով եւ կորեական Luxdassin պատկանող FAO ֆիրմայի կոսմետիկայով։ Դրանք կլինիկորեն հաստատված են եւ համապատասխանում են բոլոր միջազգային չափանիշներին։ Եզրափակելով այսօրվա թեման, ցանկանում եմ հիշեցնել, որ մաշկը հիշում է ամեն ինչ։ Դեմքի խնամքը նրա հետ խաղաղություն հաստատելու ձև է։ Բարի առավոտ եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիր Weekend-ը շարունակում է իր ընթացքը եւ մենք ունենք մեր տաղավարում հյուր, ում մասնագիտությունը պահանջում է ոչ միայն բարձր գիտելիքներ, այլ նաեւ պատասխանատվություն, սկզբունքայնություն եւ մարդկանց խնդիրների խորությամբ մոտենալու կարողություն։ Մեր հյուրն է advocatun փաստաբանական գրասենյակի հիմնադիր տնօրեն, փաստաբան Զարուհի Կարապետյանը։ Բարի լույս։ Լավ եք։ Իհարկե, շնորհակալ եմ։ Դուք ինչպես եք։ Մենք շատ լավ ենք։ Լավ ենք, շնորհակալ ենք։ Լավ ենք, որովհետև պարբերաբար նաև եթերների ընթացքում մենք կարողանում ենք, որոշակի ձևով ավելի ծանոթանալ եւ մոտ լինել օրենքներին։ Մեզ հետաքրքիր է առաջին հերթին, ես հիշում եմ Թատերական ինստիտուտում մեզ առաջին հերթին սովորեցնում են ճանաչել սահմանադրությունը։ Մենք միշտ մտածում ենք, հալավ դերասանին ինչին է պետք սահմանադրությունը, բայց հետո արդեն հասկանում ես, թե ինչին է պետք։ Իսկ ըստ ձեզ, քաղաքացուն ամեն առաջինի որ օրենքն է, որ մարդ պիտի իմանա եւ ֆիքսի իր համար։ Առհասարակ, այսպես կասեմ, ուրեմն քաղաքացուն ոչ միայն սահմանադրությունը, այլ նաև անհրաժեշտ են բազային գիտելիքներ,
օրենսդրության վերաբերյալ, որովհետև երբ որ քաղաքացին տնից դուրս է գալիս, արդեն իսկ սկսում է բախվել տարբեր տեսակի իրավիճակների եւ շատ լավ կլինի, որ լինի մի այնպիսի կառուցակարգ, որ մեր քաղաքացիները որոշակի բազային գիտելիքներ ստանան օրենսդրության մասին։ Դա կլինի դպրոցում, դա կլինի բուհերում, եւ ես կարծում եմ, որ այս պահին այն ինչ մատուցվում է եւ դասավանդվում է, դա բավարար չէ, որովհետեւ այո, իրավագիտակցությունը փոքր-ինչ բարձրացել է, բայց դեռևս մենք չունենք այն մակարդակը, երբ կարող ենք ասել, որ մեր քաղաքացիները բավարար չափով իրազեկված են եւ կարող են իրենց պաշտպանել։ Շատ լավ է։ Դուք հանդիսանում եք advocatum փաստաբանական գրասենյակի հիմնադիր տնօրենը եւ հետաքրքիր է թե ինչպիսի ուղղվածություն ունի ձեր փաստաբանական գրասենյակը։ Գրասենյակը զբաղվում է ինչպես քաղաքացիական, այնպես էլ վարչական եւ նաեւ քրեական վեճերով, այսինքն ունի 3 ուղղվածություն եւ նաեւ լինում են իհարկե սպეციფიկ վեճեր, որոնք վերաբերվում են տվյալ իրավունքի ճյուղերի ավելի կոնկրետ ուղղվածությանը, դա կլինի պայմանագրային իրավունք, կորպորատիվ իրավունք, այդ ուղղությունները եւս մեր գրասենյակը սպասարկում է։ Եթե սանդղակով գնահատենք, այսօր ավելացել են փաստաբաններին դիմելու այդ չափանիշը նախորդ տարիների համեմատ։ Եթե մենք որոշակի վիճակագրական տվյալներ փորձենք ստանալ, ապա այո, եւ գովելին այն է, որ այս պահին քաղաքացիները դիմում են փաստաբանին ոչ միայն մինչև վեճի ի հայտ գալը, այլ դիմում են նաև իրավական ուղեկցում ստանալու համար, այսինքն խուսափելու համար ենթադրյալ վեճերի առաջանալուց, ինչը շատ գովելի է, եւ քաղաքացին, որը իրազեկված է եւ կարող է նախնական փուլում արդեն իսկ օրինակ առուվաճառքի տան, առուվաճառքի գործարք է, քաղաքացին այլևս չի սպասում, որպեսի որոշակի ենթադրյալ վեճի առաջ կանգնի, որպեսի գա դիմի փաստաբանին։ Արդեն իսկ բոլոր գործարքներում պահանջում է փաստաբանի ուղեկցում, ինչը շատ գովելի է հիմա։ Շատ լավ, իսկ ինչպիսի վեճերն են, որոնք գերակշռում են հատկապես ձեր դատական գործերում։ Տեսեք, եթե մենք փորձենք վերլուծենք վեճերի գերակշռությունը, ապա կարող ենք հանգել հետևյալին, որ այս պահին ակտուալ է ավելի շատ սնանկության գործերը, որը որպես այդպիսին վեճ անվանել չենք կարող, եւ բավականին շատ են ամուսնաընտանեկան վեճերը, այսինքն ամուսնալուծություն, երեխաների տեսակցության կարգ, ալիմենտ, բնակության վայր եւ այլն։ Իսկ որ պատճառն է, ինչ պատճառն է ավելի շատ գերակշռում ամուսնալուծությունների պարագայում։ Տեսեք, այստեղ մենք կարող ենք դրամաբանական կապ տանել ձեր առաջին հարցի, այսինքն ինչ պիտի քաղաքացին իմանա, որպեսզի խուսափի հետագա խնդիրներից եւ այս հարցի ուրեմն միջև։ Տեսեք, երբ որ քաղաքացին բավարար չափով կրթված է, եւ արդեն գիտակից հասակում, այսինքն դպրոցական բարձր դասարաններում կամ բուհում իրազեկված է եւ ընտանեկան կյանքի վերաբերյալ, չէ՞ որ ընտանեկան կյանքը դա ոչ միայն ինչ որ լիրիկական հարցեր են, դրանք նաեւ օրենսդրական հարցեր են, դրանք նաեւ հոգեբանական հարցեր են եւ շատ լավ կլինի, որ մենք ունենանք մոդել, այսինքն կրթության այնպիսի մոդել, որ երեխաները բարձր դասարաններում եւ բուհում սովորող ուսանողները որոշակի առարկաներ անցնեն, օրինակ ընտանեկան հոգեբանություն, ընտանիք ստեղծելու նախապայմաններ, սա ուղղակի իմ կարծիքն է, այսինքն ինչպես կարելի է այդ առարկաները ձևակերպել, որովհետև ներկա պահին այդ վեճերի հիմքը, երբ որ մենք ուսումնասիրում ենք, այնքան չմտածված են, այնքան իհարկե չենք բացառում նաև այն դեպքերը, որ ուղղակի դա անհրաժեշտ է, չնայած ես կարծում եմ որևիցե տղամարդ պետք է անպատիժ չմնա եւ բոլորը պիտի ամուսնացած լինեն։ Հա, այդ առումով, օքեյ։ Սակայն նշեմ դա մի քիչ հումորային, իսկ եթե մենք խնդրի մասին լուրջ խոսենք, ապա պետք է, եթե ուսումնասիրում ենք հիմքերը, դրանք շատ անմիտ են, բավականին պրիմիտիվ են, այսինքն երբ որ խոսում ես թե ամուսնու թե կնոջ հետ, հանգում ես այն մտքին, որ ամուսնալուծության հիմքը
կարելի էր վերացնել դեռևս մինչև ամուսնությունը, այսինքն անձը կարող էր գիտակցել իր քայլը, գիտակցեր թե ում հետ է ընտանիք կազմում եւ հնարավորինս խուսափեր հետագա խնդիրներից։ Իսկ այս դեպքերում օրենսդրության մեջ սիրո մասին կետ կա, որտեղ սիրո բացակայությունը բերում է խնդիրների եւ որը հանգեցնում է ամուսնալուծության։ Ցանկացած ուրեմն իրավունք, ցանկացած օրենք եւ նորմատիվ ակտ ելնում է հասարակական հարաբերություններից։ Այսինքն չկա որևիցե օրենք, որը չի բխել եւ չի առաջացել մարդկային հարաբերություններից եւ որը չի կարգավորում մարդկային հարաբերությունները։ Տեսեք, սերը դա ընտանիքի հիմքն է։ Եվ ընտանեկան օրենսգիրքը ունի բազմաթիվ նորմեր, բազմաթիվ հոդվածներ, որոնք իհարկե սիրո մասին չեն, բայց երեխայի հանդեպ հոգատարության, կնոջ հանդեպ հոգատարության, հղի կնոջ հանդեպ հոգատարության մասին են։ Օրինակ, ամուսինը իրավունք չունի հղի կնոջից բաժանվել, ամուսնալուծվել։ Այսինքն, երբ որ կինը գտնվում է հղիության վիճակում, ամուսինը իրավունք չունի հայցադիմում ներկայացնել դատարան եւ ամուսնալուծվել կնոջից։ Այսինքն, ինչ կարող ենք ենթադրել, որ այդ ժամանակահատվածում կնոջը հոգատարություն է անհրաժեշտ, կնոջը անհրաժեշտ է կայուն նյարդային վիճակ։ Բայց եթե ամուսինը հակառակն է ցուցաբերում կնոջ հանդեպ, հոգատարության փոխարեն ճնշում, Կինը կարող է այդ դեպքում բաժանվել։ Կինը այո, կարող է իր համաձայնությունը տալ եւ ամուսնալուծվել, եւ այստեղ մի շատ կարեւոր խնդիր կա։ Երբեմն ամուսինները, հատկապես ամուսնալուծվող, երեխաների հետ խնդիրներ ունեցող, այսինքն ալիմենտ, տեսակցության կարգ եւ այլն, երբեմն նաև ունեն հոգեբանական աջակցության կարիք։ Այսինքն, եթե մենք այսպես դատենք, օրինակ, եթե փաստաբանությունը գնում է առաջ, ապա զուգահեռ նաև հոգեբանության ինստիտուտը իրավունքի ոլորտում պիտի առաջ շարժվի, որպեսզի քաղաքացին հասկանա, երբ որ ինքը դիմում է ամուսնալուծության, ամուսնաընտանեկան վեճերով փաստաբանին, իրեն անհրաժեշտ է լինելու նաև հոգեբան։ Շատ է եղել եւ իմ փորձից կարող եմ ասել, որ ես նույնիսկ կանչել եմ օրինակ ամուսնուն, առանձին զրուցել եմ, բացատրել եմ իրավիճակը, նրանք հաշտության են եկել։ Այսինքն մարդի ու դեռևս շարունակում են միասին ապրել։ Այսինքն այստեղ կարևոր է ոչ միայն փաստաբանի դերը, այլ նաև չէ որ այլ երկրներում մենք տեսնում ենք, այո, մենք տեսնում ենք այլ երկրներում, հատկապես ֆիլմերում, որ զույգեր դիմում են հոգեբանների, երբ որ իրենք չեն կարողանում որոշակի հարցի շուրջ գտնել ընդհանուր համաձայնություն։ Այդ ինստիտուտը Հայաստանում եւս պետք է գործի։ Եվ դա շատ կարևոր է։ Եվ ինձ շատ հետաքրքիր է, օրինակ, երբ նշեցիք, որ ինքներդ խորհուրդ եք տալիս կամ ուղղորդում եք զույգին հոգեբանի դիմել, ինչ արձագանքներ կան, ամենաշատը ինչպիսի արձագանք եք զույգից ստանում, համաձայնում են, թե հակառակը մտածում են, որ հոգեբանին դիմելը ինչ-որ կարծրատիպային հստակ չէ, որ շփիտի։ Մենք նորից վերադարձանք մեր առաջին հարցին։ Մենք ոնց գնում ենք առաջին հարցին ենք վերադառնում։ Որովհետև ամեն ինչ այդտեղից է գալիս։ Ուրեմն, տեսեք, երբ որ զույգին ուղղորդում ես, որ ճիշտ կլինի, որ դուք նաև հոգեբանի աջակցություն ստանաք։ Իհարկե ոչ բոլորին ենք ուղղորդում, որովհետև կախված իրենց դիմումից, կախված գործի առանձնահատկություններից չես կարող բոլորին ուղղորդել եւ երբեմն դու ինքդ ստանձնում ես այդ հոգեբանի դերը։ Այս վերջերս մի այդպիսի դեպք տեղի ունեցավ, իհարկե, քանի որ փաստաբանական գաղտնիք է, մանրամասներ չեմ կարող բացահայտել, բայց քանի որ Հայաստանի Հանրապետությունում պարտադիր է դարձել ամուսնաընտանեկան վեճերով սկզբից հաշտարարին դիմել, հետո այնուհետև համաձայնություն չստանալու դեպքում դատարան, եւ հաշտարարին դիմելու փուլում եւս փաստաբանը ներգրավված է լինում շատ հաճախ եւ հանդես գալիս կողմի անունից, ես ուրեմն չէին կարողանում զույգերը գալ ընդհանուր համաձայնության իրենց ունեցվածքի, կիսելու հարցում, ալիմենտային պարտավորություններ եւ այլն այդպես շարունակ։ Ես առանձին զրուցել եմ, ես պաշտպանում էի կնոջը, առանձին զրուցել եմ ամուսնու հետ եւ իրեն ասել եմ, որ գիտես, ես կարող եմ դիմել դատարան եւ դուք երկուսդ էլ կզրկվեք ձեր ամբողջ ունեցվածքից։ Այսինքն ինչ պիտի լինի։ Պիտի գնա աճուրդի ձեր գույքը։ Այսինքն մեկ այլ անձ կգնի կամ դուք մեկ այլ անձի միջոցով կամ դուք կգնեք մյուս բաժնեմասը, բայց չի շահի ոչ ոք։ Չէ՞ որ ինձ համար ավելի շահավետ է, որպես փաստաբան, որպեսզի ես գործը շարունակեմ, բայց
այստեղ շատ կարևոր է աշխատանքը։ Այսինքն ոչ միայն պիտի քաղաքացիներդ աշխատես որպես փաստաբան, այլ նաև որպես հոգեբան եւ ելնես իրենց շահերից նաև։ Եվ բացատրելուց հետո, որ դուք կանգնած եք ամեն ինչ կորցնելու վտանգի առջև արդեն կորցրել եք ձեր ընտանիքը, մյուս կողմը համաձայնեց կոմպրոմիսային լուծման, այսինքն հաշտարարության փուլում մենք ավարտեցինք։ Այդպես եւս լինում է եւ լինում է լրիվ հակառակ պատկերը, երբ որ կողմերը ընդհանրապես որևիցե համաձայնության չեն գալիս եւ նույնիսկ հոգեբան աշխատի, նույնիսկ փաստաբան աշխատի, միագիր արդեն այո, դատական կարգն։ Իսկ ինչ եք կարծում, կան արդյոք բացեր օրենքում եւ քաղաքացիների համար եւ պետության կողմից։ Իհարկե կան բացեր, բացերը շատ են։ Ինձ համար ամենանշանակալի բացը, որ ես բախվում եմ շատ հաճախ, դա այն է, երբ երեխան առանց մյուս ծնողի թույլտվության կարող է հատել Հայաստանի Հանրապետության սահմանը։ Դա վերաբերվում է ԱՊՀ երկրներին, Եգիպտոս ուղղությանը, Էմիրություններ ուղղությանը։ Այստեղ մի շատ կարևոր նյուանս կա։ Երբեմն ամուսնաընտանեկան հենց վեճերի ժամանակ մի կողմը վերցնում է երեխաներին եւ հեռանում է երկրից։ Այդ պարագայում չի պահանջվում, օրինակ Ռուսաստանի Դաշնություն մեկնելու դեպքում մյուս ծնողի թույլտվությունը։ Եվ ինչ է ստացվում։ Ապրիորի մյուս ծնողը զրկված է իր երեխաների հետ շփվելու հնարավորությունից։ Անկամ եթե պահանջում է տեսակցության կարգ, պահանջում է բնակության վայրը փոխել, արդեն իսկ սա դժվարեցնում է հետագա ընթացքը։ Եվ սա նաև ինչ է, սա անվտանգության խնդիր է նաև։ Այսինքն կարող է մեկ անձ հանցագործ ազդել երեխայի հոգեբանության վրա եւ երեխային որոշակի փաստաթղթերով հանել երկրից եւ որևիցե մեկը չի հարցնի։ Ես ինքս քանի որ մեկնում եմ վերադառնում եմ, այդ հարցը միշտ ինձ տալիս եմ, երբ որ չի պահանջում թույլտվություն օրինակ իմ ամուսնու, ամեն սահմանը անցնելուց նայում եմ, սպասում եմ, որ ինձ պիտի հարցնեն, ուր է երեխայի մյուս ծնողի թույլտվությունը, որ դուք երեխային տանում եք։ Եվ որևիցե հարց չի հնչում, ինչը իմ համար ուղղակի աբսուրդային է, որովհետև նորից եմ կրկնում, ոչ միայն դա իրավունքի բաց է, դա նաև ազգային անվտանգության խնդիր է։ Գանք մեկ այլ կողմից, երբ որ կա վեճ եւ կա փաստաբանի կարիք, բայց այս դեպքում չկա համապատասխան ֆինանսավորում դիմողի կողմից, բայց պետք է լուծում տալ։ Նման դեպքերում մեր օրենքը կամ հենց մեր փաստաբանները ինչպիսի լուծում են գտնում եւ ինչպես են վարվում։ Ցավոք սրտի ցավով եմ նշում, Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ փաստաբանական ծառայություններին վերաբերող տեղի ունեցան փոփոխություններ, համաձայն որի փաստաբանը իրավունք չունի անվճար իրավաբանական օգնություն ցուցաբերելու։ Եվ այդ բեռը դրվեց հանրային պաշտպանի գրասենյակի վրա։ Ես սա ցավով եմ նշում, դա հիմնականում կապվեց հարկային պարտավորություններից խուսափելու եւ այլն։ Ես կարծում եմ, որ կարելի էր այլ լծակներ գտնել այդ հարցը կարգավորելու համար եւ քաղաքացու իրավունքը ստանալ իրավական օգնություն, որը պաշտպանված է ինչպես միջազգային կոնվենցիաներով, այնպես էլ սահմանադրությամբ, այստեղ որոշակիորեն խախտվեց։ Խախտվեց այն իմաստով, որ ինքնուրույն գործունեություն իրականացնող փաստաբանի մոտ այլևս քաղաքացին անվճար իրավաբանական օգնություն ստանալու խնդրանքով չի կարող դիմել։ Բայց մեր գրասենյակը, ադվոկատում փաստաբանական գրասենյակը անվճար իրավաբանական խորհրդատվություն է տրամադրում։ Այսինքն մինչև վեճի հարուցումը, այսինքն դատարան կլինի, հաշտարարի տիրույթում կլինի, թե դրանք պայմանագրային հարաբերություններ են, որտեղ ուղղակի ներկայացուցչություն է անհրաժեշտ, մենք լսում ենք քաղաքացուն, հասկանում ենք իր խնդիրը եւ եթե քաղաքացին վճարունակ չէ, անպայման նշում է, որ դա ոչ թե մեր կմահաճույքն է կամ ցանկությունը, որ մենք չենք կարող ուղղակի իրեն տրամադրել օգնություն, դա օրենքի պահանջն է եւ իհարկե ուղղորդում ենք հանրային պաշտպանի գրասենյակ եւ ես կարծում եմ, որ այս օրենսդրական փոփոխություններից հետո հանրային պաշտպանի գրասենյակը ավելի ծանրաբեռնված է աշխատում։ Եվ նաեւ այստեղ ենթադրելի է, որ շատ վեճեր
շատ խնդիրներ ուղակի դուրս են մղվում, այսինքն չեն լուծվում, որովհետև այդ ծանրաբեռնվածությունից ելնելով չէ, որ նրանք եւս փաստաբաններ են, նրանք եւս աշխատում են, իսկ փաստաբանի աշխատանքը ենթադրում է 24 ժամ աշխատանք, հատկապես եթե դա քրեական գործ է եւ գիշերը պետք է կալանք լսի դատավորը եւ փաստաբանը պետք է գիշերը ժամը օրինակ 3-ին գնա դատարան, որպեսզի իր պաշտպանյալին կարողանա պաշտպանել։ Հետևապես այստեղ կարող են լինել մանր հարցեր, մանր վեճեր, որոնք կարող են ավելի հեշտ լուծում ստանալ, սակայն դրանք դուրս են մղում։ Այսինքն կարող է փաստաբանը լսել, ուղղորդել, բայց չզբաղվել այդ գործով։ Ինչու, որովհետև արդեն ծանրաբեռնվածությունը այնքան շատ է, որ ուղղակի մարդը ֆիզիկապես ի վիճակի չէ այդ վեճը հետագայում լուծել։ Իսկ ինչ է կարծում, վեճերը, իրավական վեճերը հնարավոր է կանխատեսել եւ կանխարգելել։ Միանշանակ։ Շատերը այսօր դիմում են փաստաբանին ոչ միայն այն փուլում, երբ որ արդեն առաջացել է վեճը, այլ այն փուլում, երբ որ հնարավոր է դա կանխել։ Այսինքն, օրինակ, ինչ որ հիմա ես ասում եմ, այդ բոլորը իմ պրակտիկայից են, ուրեմն դիմել էր անձը, պիտի պայմանագիր կնքեր եւ իրեն անհրաժեշտ էր, որպեսզի եթե մեր կենցաղային լեզվով ասենք, մոտեցել էր նմանատիպ խնդրանքով, որ Զարա ջան, ես ուղղակի ուզում եմ, որ ինձ չխաբեն ու հետագայում ես որևիցե խնդիր չունենամ։ Հետևապես խնդրում եմ պայմանագիրը կնքելու ժամանակ եւ պայմանագրի դրույթների վերաբերյալ քննարկում իրականացնելու ժամանակ դուք իմ կողք կլինեք, որպեսզի հետագայում ես խնդիրներ չունենամ եւ սա գովելի է։ Հատկապես ձեռնարկատիրական հարաբերություններում սա շատ գովելի է։ Այո, իհարկե լինում է։ Եվ դա հենց կապված է իրավագիտակցության մակարդակի բարձրացման հետ, միանշանակ։ Եվ դա ճիշտ է, նախապես փաստաբանից հարցնել, թե ինչ կարող է լինել։ Օրինակ դա լինում է նաև ժառանգական, ուրեմն հարաբերությունների ժամանակ, երբ հաճախորդը դիմում է եւ նշում է, որ պետք է ժառանգություն ընդունի, ճշտում է ժամկետները, երբ պետք է մոտենա նոտարին, ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ, այսինքն 6 ամիս է նախատեսված ժառանգություն ընդունելու համար։ Եթե քաղաքացին այդ 6 ամիսը բաց թողեց, արդեն այստեղ դժվարանում է հետագա ընթացքը եւ մարդիկ խուսափելու համար հետագա վեճերից եւ խնդիրներից արդեն իսկ դիմում են փաստաբանին, հարցնում են, թե ինչպես անեն, որպեսզի այդ խնդիրների առաջ չկանգնեն։ Միշտ չէ, որ շատ լուրջ հարցերով են դիմում։ Նաև լինում են հումորային, որ լսելուց հետո ասում եք սխալ տեղ եք եկել, դուրս գնացեք ու դիմեք ուրիշին։ Այ նման բաներ լինում են, ինչ է եղել ձեզ մոտ։ Շատ է պատահում։ Այո, քաղաքացիներ կան, որ ուղղակի իրենք կիսվելու կարիք ունեն եւ դա լինում է ոչ միայն այցելությամբ, դա լինում է նաև հեռախոսազանգերով։ Այո, ուրեմն մի քաղաքացի էր զանգել, իհարկե նորից չեմ կարող որից է տվյալ ասել, ուղղակի կցիտեմ իր ասածը, սկեսուրս ինձ ամուսնանալիս մեկ դոշակ պակաս էր տվել։ Ու հիմա ես մտածում եմ, որ ես պետք է ամուսնալուծվեմ, բայց մի կողմից էլ երեխեքս մեղք են։ Ես շատ լուրջ լսում եմ, որովհետև կարծում եմ եւ այդ պահին ինչ էի մտածում, ասում էի Երանի իմ խնդրեմը լիներ դոշակի քանակը։ Մի դոշակ։ Այո։ Եվ լսում եմ ակնկալիքով, որ վերջում ինչ որ մի հատ լուրջ հանգուցալուծման ենք գալու, վերջում որոշեց, որ ինքը իզուր էր զանգահարել եւ դոշակի խաթեր պատճառով չարժեր ուղակի, որպեսզի այսքան ինքը ինձ հետ խոսեր, զրուցեր եւ ժամանակս վատներ, ներողություն խնդրեց իհարկե նաեւ եւ մենք իրար հաջողություն մաղթեցինք։ Մեկ այլ դեպք եւս եղավ, ուրեմն հաճախորդը զանգահարել էր, ասում է ճիշտն ասած ճնշումս այնքան բարձր է։ Ես ուզում եմ ուղակի խոսել իմ խնդիրների մասին, որպեսզի իմ առողջական վիճակը լավանա եւ իմ ճնշումը իջնի։ Ոտքերս տաք ջուր եմ դրել, նստել եմ ու զանգել եմ ձեզ։ Իհարկե զավեշտալի է, բայց հավատացեք, երբ որ դու նույնիսկ այդ քաղաքացուն լսում ես, դու հասկանում ես, թե խնդիրները որտեղից որտեղ կարող են լինել։ Այսինքն մեկ այլ քաղաքացի զանգում է, ասում է օրինակ, ինձ զրկել են վարորդական իրավունքից, մեկը զանգում է, ասում է
ես խնդիր ունեմ, ինձ կալանավորում են եւ այլն եւ բարձր ճնշումով քաղաքացին ում ուղակի կիսվել է պետք։ Ոտքերը տակ Տակ ջրի մեջ։ Եվ ձեզ ասեմ, որ դա տեղի էր ունեցել, ուրեմն ժամը 11:23:40-ին։ Իհարկե ես համբերատար լսել եմ, ուղղակի չէի կարող չլսել, որովհետև հիմա Հայաստանում փաստաբանների մեծ մասը նաև հոգեբաններ են եւ եթե դու չես էլ լսում, հետո կարծիք է ձևավորում, որ այ տեսեք ինքը լավ փաստաբան չէր, կապ չունի, որ այդտեղ իրավական վեճ չկար։ Կարևորը տվյալ պահին իրեն լսելն էր։ Ես մտածում եմ, որ էլի լավ է, որ գիշերը 3-ին քաղաքացու ճնշումը չի բարձրացել։ Այդպես էլ է լինում, բազմիցս ես արթնացել եմ հեռախոսազանգից։ Երբ օգնության գծի հետ է կապված ձեր հեռախոսը 103 են հավաքում ձեզ են ընկնում։ Պատկերացրեք, որ փաստաբանները եւս բժիշկներ են, բայց արդեն մարդկային ճակատագրերի։ Եվ երեկոյան ուրեմն գիշերը ժամը 3-ին զանգահարեց մեկը, ասում է, գիտեք, ես վախենում եմ։ Ասում եմ, ինչից եք վախենում գիշերը ժամը 3-ին։ Երևի մութ է դրանից եք։ Լույսը վառեք։ Չէ, գիտեք ինչ է տեղի ունեցել, ես մեկ այլ անձի փոխարեն ստորագրել եմ 3։ Հիմա ես չեմ կարողանում քնել, ես անհանգստանում եմ։ Գիտեք, հա, բազմաթիվ են դեպքերը, թե ինչ արած, պիտի լսել, պիտի բացատրել, դրա հետ կապված հետագա ուրեմն խնդիրները, ռիսկերը եւ այլն։ Իսկ ինչ կոչ ունեք քաղաքացիներին, ինչ հարցերում կոչ կանեք ավելի ուշադիր եւ զգոն լինել, ինչից ավելի մեծ փորձանքներից խուսափելու համար ինչին հետևողական լինել։ Հիմա եթե ասեմ, միգուցե նույնիսկ ծիծաղելի լինի, ամենաառաջինը վարկային պայմանագրեր ստորագրելուց, որովհետեւ երբ որ քաղաքացիները ցանկանում են գումար ստանալ, իրենք դիմում են ֆինանսական հաստատություններին, օրինակ իրենց վարկը հաստատվում է եւ այլն, հետագայում արդեն երբ որ խնդիրներ են ունենում վարկը վճարելու հետ կապված, լինում են տուգանքներ, տուժանքներ եւ այլն, ասում են, մոտենում են եւ ասում են, որ գիտեք, ավել տուգանք է, տույժ է եւ այլն այդպես շարունակ։ Տեսեք, խնդիրը ինչքան պրիմիտիվ է, բայց միտքը ինչքան գլոբալ կարող է լինել։ Այն ամենը, ինչ դուք ստորագրում եք, հարգելի քաղաքացիներ, այն բոլոր պայմանավորվածությունները, որոնք ձեռք եք բերում։ Մեր Հայաստանի Հանրապետությունում հիմնականում կա ընդունված դա, որ ստորագրում են առանց նայելու եւ դա ինչ է դիտվում։ Դիտվում է հարգանքի նշան այն կառույցի կամ այն անձի նկատմամբ, ում հետ դուք մտնում եք իրավահարաբերության մեջ։ Ոչ, հարգանքի նշանը այն է, երբ որ դուք նախ կարդում եք, թե ինչի համար եք ստորագրում։ Օրինակ, երբ որ մոտենում են ինձ եւ փաստաբանական ծառայության վերաբերյալ պայմանագիր են կազմում եւ կնքում, եւ ես տեսնում եմ, որ անձը չկարդաց, այլ ուղակի ստորագրեց, անպայման բոլոր էական կետերը ես կարդում եմ։ Կարդում եմ եւ զգուշացնում եմ, որ դուք ստորագրեցիք առանց կարդալու։ Դուք ինչ գիտեք, ես ինչ էի գրել այնտեղ, ասում են, դե ձեզ վստահում ենք, ասում եմ, վստահությունը միայն դա բավարար չէ։ Այսինքն, ինչն է կարևոր։ Կարևոր է յուրաքանչյուր քայլ կատարելուց առաջ կլինի դա պայմանագիր ստորագրել, կլինի դա որոշակի հարաբերությունների մեջ մտնել, գնալ պետական մարմին եւ այլն այդպես շարունակ։ Գոնե ուսումնասիրել այն խնդիրը իրավական տեսանկյունից, որի հետ դուք բախվելու եք, կամ դիմել փաստաբանին, ստանալ նախնական որոշակի խորհրդատվություն, որպեսզի հետագամ եւ վեճերի քանակը նվազի, եւ քաղաքացիները խուսափեն խնդիրների մեջ ընկնելուց։ Դե գովելի փաստը նա է, որ այսօր արդեն մշակույթ է ձևավորվել իրավաբանին դիմելու հենց սկզբում, այլ ոչ թե վերջում, երբ որ բանը բանից անցել է արդեն։ Այո, դա եւս կա, այո, եւ ամեն դեպքում այն լավ պահերը, որ նշեցիք, ոտքերը տակջուր դրած հաճախորդները, որ զանգում են, այդ պահերը ֆիքսելու համար ընդհանրապես ձեր գործը ես հասկանում շատ լարված է, որտեղ անընդհատ մարդկանց խնդիրներն եք լսում, նրանց հետ ապրում եք այդ մի քանի րոպեն, նրանց պատմություններով, բայց նաև պետք է լավ պահեր փնտրեք, որպեսզի ստիմուլ լինի հետագա աշխատանքների համար։ Ձեզ նվիրում ենք զանգուն, Վեդիալկոյի կողմից ներկայացվող կարմիր հրաշալի գինին, որը լավ պահերը ֆիքսելու համար է։ Համոզված եմ, որ շատ առիթներ ունեք նշելու։ Իհարկե, ոչ միայն լավ պահերը ֆիքսելու, եւս մեկ բան պատմեմ եւ ավարտենք, ուրեմն, քանի որ խոսեցինք խմիչքից, մի անգամ մի հաճախորդ եկավ եւ տեսավ, որ ամբողջ այսպես կողքս թղթեր են
դրված, ես այդ թղթերի մեջ խորացած, ինքը ինձ հարցեր է տալիս, ես համ պատասխանում եմ, համ գրում եմ, համ համակարգչով գործ եմ անում, մեկ էլ այսպես արեց, Քուր ջան, մի րոպե գալիս եմ։ Ասաց, լավ, բայց ուր եք գնում, ավարտենք նոր, չէ, մի րոպե գալիս եմ։ Եվ ես նստած սպասում եմ, երբ պիտի վերադառնա, ուրեմն մի զավեշտալի իրավիճակ, չեխական օղին իր ձեռքին, մտավ ներս, Քուր ջան, ասում եմ, լսում եմ ձեզ, այս խմի մի հատ թուլացի, մի հատ լարվածությունը թող իջնի, հետո կաշխատես, ես վաղը կգամ։ Վաղը։ Ինչի համար եմ ասում, երբեմն դա ոչ միայն ուղղակի ինչ-որ բան տոնելու համար է, այլ նաև աշխատանքից կտա։ Բայց սկզբում գոռացել եք, թե տենց ուղղակի Բոլորովին։ օթից բռնեց, որ Չէ, ուղղակի նյարդային եք։ միգուցե ես իր մեղքը եկա այդ իրավիճակում, տեսա, որ շատ լարված եմ աշխատում։ Շնորհակալ եմ իրեն։ Շնորհակալ եմ, ես մինչև հիմա բայել եմ այդ։ Շնորհակալություն, որ առավոտը սկսեցիք մեզ հետ, մենք մաղթում ենք, Այո։ որ Շնորհակալություն։ հաղթանակները ձեր գործում շատ լինեն եւ հատկապես զույգերին հաշտեցնելու հարցում շատ լինեն։ Շնորհակալ եմ ձեզ նույնպես։ Շնորհակալ եմ ինձ հյուրընկալելու համար, նաև նշեմ, որ երբ կցանկանաք, երբ կունենաք Աստված ոչ անի խնդիր ունենաք, ես պատրաստ եմ ձեզ լսել եւ ձեզ ընդունել։ Թող դա լինի լավ առիթներով, բնակարան գնելու, գույք ձեռք բերելու, շարժական եւ անշարժ եւ այլն։ Իսկ ձեզ ինչպես կարելի է դիմել եւ ուր գալ, եթե Գրասենյակը ահա։ կոչվում է Advocatum, մեր հեռախոսահամարն է 093 233 430, գտնվում է կենտրոն վարչական շրջանում, Արգիշտի 7/6 188 տարածք հասցեում։ Սիրով կսպասեմ բոլորին։ Շնորհակալություն, ինչպես ասում են, պաշտպանված ես, եթե տեղեկացված ես, նախորոք իմացեք ձեր օրենքները եւ պարբերաբար իհարկե դիմեք փաստաբաններին, եթե խորհրդակցության կարիք ունեք։ Հիշեցնեմ, մեր հյուրն էր Զարուհի Կարապետյանը, Advocatum փաստաբանական գրասենյակի հիմնադիր, տնօրեն, փաստաբան։ Շնորհակալություն ձեզ։ Շնորհակալություն ձեզ։ Դե հիմա Կարճատև դադար մեր եթերը։ լրիվ օրենքով։ Այո, որից հետո վերադառնանք եւ շարունակենք մեր առավոտը։ Դե մոտեցավ ավարտին մեր այսօրվա ծրագիրը, համոզված եմ թողեցինք այն տպավորությունը, որ օրը սկսվել է հիանալի։ Դա ոչ թե տպավորություն էր, այլ իրականություն։ Այո, եւ կարծում եմ, որ Զանգուն այս հարցում մեր շատ օգնեց, որովհետեւ մեր գործընկեր Վեդի Ալկոյի կողմից առաջարկվող այս նրբահամ գինետեսակը կարող է լավ ընկեր լինել ինչպես առավոտյան, այնպես էլ երեկոյան։ Եվ չմոռանաք, որպեսզի շատ գեղեցիկ լինեք ու նաև դուր գաք գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին, Master Right Barber Shop-ը կարող է ձեզ բերել հենց այդ արագ գեղեցիկի աստիճանին։ Master Right-ը գտնվում է Նալբանդյան 37 հասցեում։ Իսկ աղջիկներին եւ կանանց խորհուրդ եմ տալիս իրենց լավագույն առիթները վստահել Beauty Fabric-ի պրոֆեսիոնալներին, որովհետեւ իրենք իդեալական դիմահարդարման եւ վարսահարդարման միջոցով կփոխանցեն դրական էմոցիաներ։ Իսկ նորաբոչ լինելու համար եւ ոճային հագուստ նախընտրելու համար առաջարկում եմ այցելել Daphne խանութսրա, այս շատ էսթետ խանութսրան ունի 2 հասցե Թումանյան 5 եւ Պուշկին 33։ Այցելեք եւ ծանոթացեք գարունամար հավաքածուին ու գտեք ձեր թիթիզ գեղեցիկ լուքերը հենց Daphne-ում։ Դե լավ տրամադրության համար շաբաթ կիրակի պետք է փնտրել ATV-ին, գտնել, միացնել ու վայելել առավոտը, չմոռանալով, որ այս ամենը պատրաստված էր սիրով։